Սպանդարյանի ջրամբարը, ոսկին է սարցս, կուրծքը ճղված, հալիձոր յուղում։ Ես զապոյի Սի մեր քծի Այնտիս նկարի Ճա Արև ծածանվում ես լպլպում Են դրոշը լպլպում Բարեկամներ մենք հանցնում ենք Իրանի հյուպատոսարանի կողքով Աչից կապանով հոսող որոտանն է բարեկամներ Բայց մարդ կա ինչ Ես չէի պատկերացնում որ ղափանում իս ցեպիտ կանեն Ցեպիտի մեջ եմ Մեր գործը այնպես է որ մենք չենք որոշում երբ նկարենք Երբ որ տեսնում ենք տարբերվող բան Ես այդտեղից սկսում ենք նկարել Տեսեք ուղղությունները օդապարուկ են թռցնում Ուղղակի թռցնելու պահը մենք տեսանք չկարողացանք նկարել որտեղ իջավ օդապարուկը Հիմա մենք գնում ենք Սյունած աշխարհ բարեկամներ գնում ենք Կապան քաղաք որտեղ այսօր հրաշալի մի պապիկի ծննդյան օրը եւ թորնիկը Ռուսաստանից որոշել են նրան անակնկալ անի ճոխ սիրուն տեղին անակնկալ ու այդ պատճառով մենք գնում ենք հասնենք Ղափան այս պահին գտնվում ենք Վայք քաղաքում գեղեցիկ Վայք քաղաքը մեր մարզի Վայոց ձորի հիմա այստեղից դուրս ենք գալու կամած գնանք մեկ էլ հոպ հասնենք Կապան բազում լիքը սիրուն տեսարանների ականատես կլինենք մինչև հասնենք Կապան այնպես որ ում հետաքրքիր է Սյունած աշխարհը իր գեղեցկությամբ Մնացեք մեզ հետ, իսկ մենք ձեզ կտանենք կհասցնենք Կապան, այդտեղից էլ հետ կբերենք կգնանք ամենամինիմումը Եղեգնաձոր ենք գալու Զինվորի բանակի քիվ, իսկ մաքսիմումը հնարավոր է երեկոյան ժամ 12-ին Արտաշատ գնանք հետևաբար մնացեք մեզ հետ, ամեն ինչ իդեալական է, մաքուր ու գեղեցիկ ու մի խորհուրդ իմ անուշ աղբերներին ու քույրերին, եթե կգաք որ գնաք օրինակ Սյունիք Իմացեք որ այս ճանապարհը ավելի բարեկարգ է, ճիշտ է, մի քիչ դանդաղ ես գնում, բայց բարեկարգ վիճակ է, լիստից քշեք անցեք, այն մի ճանապարհը բաց թողեք, որովհետև ամբողջովին քանդած է, ինչով կվերանորոգեն, այս ճանապարհով անցնելուց դուք համ օգնում եք շինարարություն անողներին, համ էլ օգնում եք ձեր մեքենային, որ չջարդվի, չփշրվի։ Բարեկամներ, հասանք Զանգերը, դարպասը Սյունիքի, որը շատ գեղեցիկ է կառուցված եւ այստեղ բոլորն են կանգնում, մեր իրանցի բարեկամները եւ հայերը բոլորն են կանգնում, ես էլ եմ այդ բոլորի մեջ մտնում, կանգնում ենք ու վայելում ենք այս գեղեցկությունը, թարմ օդը եւ այս թարմ օդը վայելելու ժամանակ հասկանում ես, որ կարելի է մի գավաթ Սյունած աշխարհի ջրից խմել, օրտնվել ու շարունակել ճանապարհը։ Իսկ դրա համար պետք է ունենաս գավաթ, որ այդ ջուրը խմես։ Շիշը մենք չունենք, դրա համար Հովանես արի իշտենք, սենց մտ խմել։ Դամբուլ կա, տանձ կա, նեկտար, արդ սուջուխների տեսականի, հետաքրքիր սուջուխներ կլոր, գիլաս էլ կա, բուզ էլ կա Շումն էլ կա, են ինչ աուտում բայց Ինչ է իրեք Ֆուրերի հերթ է բարեկամներ Զանգերում, իսկ մենք գեղեցիկ անցում կատարեցինք, իջանք մի գավաթ ջուր անպեցինք Զանգերի, գնում ենք հիմա Կապան քաղաք, այս լայնարձակ գեղեցիկ դաշտերով սիրարի, որոնք իրենց ինքնովին մեզ հզորացնում են, հզորություն, զորեղություն են փոխանցում, գժվում ես ու գնում ես առաջ էներգետիկ ալիքի տակ, հələ տեսես բանա, կառույց է, այս երկաթյա Էյֆելյան աշտարակը որը որ մի անգամ հարցրել եմ ասել են ինչի համար է, բայց մոռացել համար է սա նախատեսված, ով գիտի թող ասի, կլսենք ու կիմանանք բոլորս, թե համար է նախատեսված։ Այնո, ասպալտն լարել են, անցած անգամ որ եկան քանդածել հիմա աղարած է, եւ այս ֆոնին երևում է որ դաշտերը մշակվում են, գեղեցիկ հրաշք պատկեր է ստացվում բնությունը եւ մարդու արած գործողությունները մտեղվել են եւ ավելի գեղեցիկ են դարձրել
միջավայրը։ Հիմա մնում այս ճանապարհի կողերը դզեն, որ մայթ լինի, մայթը կարևոր է այստեղ, որ կարևորություն ունի, որովհետև ճանապարհը նեղ է։ Ինչպես որ բոլոր հայոց ճանապարհները նեղ է։ Սա պետք է լայնացվի, լայնությունը պետք է որ ճանապարհին, որպեսզի անվտանգ դառնա երթևեկությունը, արագանա զարգերակությունը։ Ինչ բարեկամներ գնանք, դրանք ունեն գնում։ Գեղեցկությունների պակաս չունենք սյունած աշխարհում եւ ամեն անգամ անցնելիս չես կարող նկատել, չնկատել Սպանդարյանի ջրամբարը, որը կառուցվել է նախկին այստեղ գյուղ է եղել, գյուղի տարածքում գյուղը տարհանել են եւ կառուցել են ջրամբար, որը հիմա սնուցում է Սևանը։ Այդպիսի խելացի բաներ են արել ժամանակին Սևանի մասին մտածելով, Սևանալիճն էլ ծփում է ու շատ գեղեցիկ։ Մենք ընկերներ այս գեղեցկության միջով անցնում ենք ու մեզ լավ ենք զգում։ Այն ոչ միայն գեղեցիկ, այլ նաև օգտակար եւ կարևոր նշանակության։ Թե աշխատենք այստեղ բարեկամներ։ Այդպես որ կոտոր։ Տեսեք ինչ հետաքրքիր լուծում են գտել այս շրջադարձի վրա։ Տեղադրել են այս սիրուն պնթիկները, որ հանկարծ հանդիպակաց դուրս չգան վարորդները։ Օրինակ շատ վարորդներ կան, որը սստեղ լեն են վերցնում կռուկը, շրջադարձը սս լեն են վերցնում, որ հեշտ մտնեն ու դուրս են գալիս, ու հնարավորա վթար է եղել, դրա համար վերը շարել են, որ էլ չլինի էլի նմանատիպ վթարներ։ Հիմա մենք շարժվում ենք այս չկնար ճանապարհով, կադրերում դուք տեսաք շատ գեղեցիկ ճանապարհ, Սպանդարյանի ջրամբարը, ձախից ավազի հանքերը, մի պահ կորցրեցինք կապը դրոնի հետ, հետո վերադարձանք, հետ բերեցինք, մի խոսքով ամեն անգամ դրոնը թռցնելուց մենք ռիսկ ենք դիմում, բայց սիրով ենք դա անում, որովհետև գիտենք, որ նայում եք, ձեզ դուր է գալիս տեսարանները, կադրերը եւ այսօր մենք որոշել ենք դրոնով դեռ շատ կադրեր նկարել, բաբար մնացեք մեր եթերում, որպեսզի ամեն ինչը գեղեցիկ ու մանրակրկիտ ցույց տանք։ Աշկե ճանապարհը, սյունած աշխարհն է գեղեցիկ։ Մանավանդ Սպանդարյանի ջրամբարի շրջակայքը շատ գեղեցիկ է, իսկ հիմա մենք Ծղուկ գյուղն ենք նկարում, Ծղուկ գյուղի կադրերն են։ Ծղուկը այս ճանապարհի վրա, միջպետական ճանապարհի վրա է գտնվում, շատ գեղեցիկ փոքրիկ գյուղ է, բայց աշխատասեր մարդկանցով է բնակեցված, հետևաբար ամեն պայմանը կա այստեղ ապրելու եւ ստեղծագործելու, եւ հենց սա է հայի գենը, մենք կարողանում ենք ապրել այնպիսի տեղերում, որտեղ որ մնացած ազգերը ուղղակի մահանում են։ Անել մնում, ապրում, ապրեցնում ենք, ծաղկեցնում ենք եւ ավելի գեղեցկացնում ենք։ Մենք այդ ազգն ենք։ Եվ այդ գեղեցիկ ապրելակերպի մեջ մենք միշտ էլ մեզ գտել ենք ու կգտնենք։ Մեղներն են կանգնած, մեղու են պահում, մեղր են վաճառում, ամեն ինչ չնաշխարհիկ գեղեցիկ վիճակում է։ Ճանապարհները պատրաստել են, անցած անգամ որ եկանք Գորիս նոր էին քանդել, որ սարքեն, հիմա արդեն պատրաստ է, ինչի համար շնորհակալ ենք եւ շատ ուրախ, որովհետեւ ռիսկը միանգամից նվազում է նման դեպքերում։ Ում է միայն մի հարց լայնացում ճանապարհներին, որպեսզի ավելի արդյունավետ լինի մեր հայոց աշխարհի ճանապարհը։ Չնաշխարհիկ է հայոց աշխարհը, հələ տեսեք ինչ սիրուն է, բայց չկարդացի որ գյուղն է, ամեն դեպքում շատ սիրուն էր ու հիմա մենք աչից ուզում ենք ձեզ ցույց տանք կովիկների համար նախատեսված տուկիկները, այո, տուկեր են սարքել, որ ձմռանը պաշար ունենան մեր կովիկները։ Ափսոս Հովհաննեսը ուշ սկսեց նկարել, բաց թողեցինք, այսի խոտն է, որ պետք է դրակա տուկի, որ քաղածա, չորացած է, ամեն ինչ կարգին է, նման պահը գա, որ գան տուկեն։ Բաց թողենք։ Վերջապես Հովհաննեսը գտավ տուկերը, ապրես Հովհաննես։ Բարեկամներ, տեսեք ինչ գեղեցիկ է, մենք գնում ենք հիմա Տաթևի վանական համալիրի կիրճ, որտեղ նաև կա աշխարհի ամենաերկար ճոպանուղին, ամենաբարձր երկար ճոպանուղին։ Մենք փորձենք դրոնով այստեղ նկարահանում իրականացնել, քանի որ շատ գեղեցիկ է, հիասքանչ է։ Հիմա գեղեցիկ պտույտներով մենք կամաց մոտենում ենք նաև
Սատանայի կամրջին, չգիտեմ ինչպես է, ինչի համար են այտենց ասել, բայց մենք մոտենում ենք ու այսօր որոշել ենք գնանք նկարենք ես ու Հովհաննեսը։ Հովհաննես, պատրաստ ես որ նկարես։ Հա? Այո, բայց հիմա հələ որ մենք մուտք ենք գործում մի գյուղ, որը հրաշք է, շատ գեղեցիկ, չնաշխարհիկ, կոմբայն է գալիս մեր դիմացից, նրա լայնքը այնքան շատ է, որ պետք է զգուշ լինես, հանկարծ չբախվես։ Իսկ մենք արդեն մուտք գործեցինք ընկերներ, այս հրաշք գյուղը ծանոթ բարեկամ է գալիս մեզ ընդառաջ, շատ լավ է պեդալում, բայց գյուղը այդպես էլ չեմ գտնում։ Լավ։ Բարեկամներ, մենք Շինուայր գյուղում ենք, Շինուայրում ամեն ինչ հիասքանչ է, կոլորիտային միջավայրը հեծանվային է, տեսեք։ Երիտասարդներն ու փոքրիկները վարում են հեծանիվներ տարատեսակ, տարբեր սկորոստների ու հզորության։ Հովհաննեսը որպես հեծանիվների մասնագետ կարաս ասես այդ հեծանիվները ինչ հեծանիվներ էին։ Մեկը Դեսնա էր, մեկը Արիոնոկ, 26 նոց։ Մեկը 26 նոց էր։ Տեսեք մաքրել են երկու ճանապարհի եզրի երկու կողմերի ջրատարների տիղմը եւ լցրել են ասֆալտին, որպեսզի գան հետո տանեն, բայց հələ չեն տարել կամազն է հենց արագ գալիս, Volvo էր, Volvo-ն արագ եկավ, արգելակեց, որովհետեւ դիմացը մի մեքենա քաշեց։ Լարված է իրավիճակը, ինչ խոսք, բայց մենք այս լարվածության մեջ շատ անհոգ ենք, որովհետեւ գտնվում ենք սյունած աշխարհում, հզորագույն մեր աշխարհներից մեկում։ Գնանք հասնենք Ճոպանովի կողմերը։ Ո՞նց է որ տեսնես կամուրջը սատանայական։ Հա։ Ո՞նց։ Կարելի է գնում ենք տեսնենք։ Գնում ենք ասեմ ձեզ, այսօր ամեն տեսանյութում դիտելու եք, թե ինչպես ենք մենք գնում Սարդի կամուրջ։ Սարդի կամուրջ ընկերներ։ Սատանայի կամուրջ էլի։ Տնտե է, ոցի կամուրջ։ Այն կամուրջն է, չէ, ոց չի, Հովհաննես սատանայի կամուրջ, սատանա։ Բարեկամներ, ահա, մենք հիմա արդեն գնում ենք, իջնում ենք ներքև աջից Ճոպանուղու մի հատվածն է, մի եզրն է, մի կտորը, որտեղից սկսում են գնալ տուրիստները դեպի Տաթևի վանական համալիր։ Գերհզոր է, այսօր էլ աշխատանքային է ոնց որ, պիտի որ շարժվող բաներ տեսնենք։ Ասֆալտ են անում եւ սա իր հերթին առաջացրել է փոքր ինչ խցանում, բայց եթե խցանման մեջ ընկնենք, սա այն օրերից է, որ ես մենակից լավ եմ զգալու ու դրոն ենք թռցնելու խցանման մեջ։ ու տենց իջնենք, հենա, շարժվող Տաթևի Ճոպանուղին, նայ, վագոնը նայ, տեսար, ասֆալտը փռում են բարեկամները և ամեն ինչ հիանալի է, կատոկն է կատատանում ընկերներ, կատոկների մի հոծ բազմություն է հիմա մեր առաջ, տարբեր տեսակի ու տրամաչափի։ Արկում են ճանապարհ, արա վագոնն անցավ, չկա, չհասցրին նկարել ես վագոնը, մեջը մարդ կար, քանի օքեյ։ Չէ։ Չկար մարդ։ Դատարկ էր։ Հետ է գալիս, հա։ Հա, հետա գալու ինչ անենք։ Տեսեք խցանում ընկերներ, այսքան մեքենա եկել ու սպասում է, թե երբ կբացեն ճանապարհը, որ գնան։ Այդենի լեռներն են մեր, ինչեր ասես, որ չեն տեսել։ Դեռ կտեսնեն։ Այս դրանք կանգուն են, մենք էլ նրանց պես։ Մենք դրա համար ենք ուժեղ ազգում, մենք ինչ ասես տեսել ենք ու էլի այսպես սիրուն կանգնած ենք, պչ նված եւ հզոր։ Սիրուն նշմարվում ու երևում է սյունած աշխարհի գեղեցկությունը։ Լիշ գեղեցիկ ախպեր, ոնց որ ոսկի լինի, ոնց որ ոսկի լինի, սարից կուրծքը ճղված, բացված ու ոսկին է երևում։ Հիմա մենք Հալիձոր գյուղում ենք ընկերներ, Հալիձորը ես շատ եմ սիրում, Արտակ ախորս բարևներ, հարգանքներս Արտակին, ով այս պահին չի գտնվում իր գյուղում։ Հեռավոր տեղերում է հարգելի պատճառով այստեղ չի, բայց շուտով կվերադառնա, մի օր ստեղով անցնելուց կկայնեմ այդ սառը կոֆե կխմենք։ Սառը կոֆե ասի շկա վերցնենք, թե ընդ այն գեղեցկությունը։ Պատահական չէ էլի որ Ճոպանուղին ստեղ են կառուցել, որովհետև հենց շատ սիրուն է ամեն ինչը, բնությունը ինքը հենց շատ գեղեցիկ է ու բնության գեղեցկությունն էլ ընդգծել են Ճոպանուղու երթուղու բայրով, որ դրա մեջ գտնված մարդիկ տեսնեն այս գեղեցկությունը ու ճանապարհը ծանծրալի չլինի։ Այստեղ կարելի է դրոն անել։ Բարեկամներ, մենք հիմա գտնվում ենք այնի մասած սատանայի կամրջի մոտակայքում։ Եկել ենք որ
կազմակերպենք գեղեցիկ նկարահանում, մեքենան թողել ենք, մենք շուստերի ենք, էլի թողել ենք հովտեղ, կռուգի վրա, համելը ռեկլամա էլի թողան տենան, որ ստեղ ենք, ով կճանաչի մեզ թող իմանա, ով էլ չի ճանաչի, ինքը գիտի, բարի գնացինք։ Հիմա, ինչպես նկատում եք, բազմա մարդ է, լիքը մարդ կա ստեղ։ Ես էլ վերջի անգամ չեմ հիշում, քանի տարի առաջ եմ գնացել։ Գնում ենք Սատանայի կամուրջ վայելելու նրա գեղեցկությունը։ Այս վերջես վիդեո ենք տեսել, ես որ սիրուն էր։ Սուս ինչ-որ տեղեր կա սիրուն։ Տուրիստ ենք այսօր։ Ոնց եք։ Լավ աղբերս դու ոնց ես։ Լավ։ Ինչ ես անբան, չես կանես դե, չես իշնում ներքև։ Բարև ձեզ, բարև ձեզ։ Լավ, դուք ինչպես եք։ Այսի չեք իշնում ներքև, հա, թե չէ ելել եք արդեն։ Հա, մենք էլ ենք նոր եկել։ Արի իշնենք, այդտեղ դրանք ինչ եք նկարում։ Աղբեր դու կուրսի ես ոնց են նետում, սես թե նենց։ Սենց։ Վերջի անգամ երբ ես եկել որ։ Իշնում գնում ենք, հա։ Այս լրիվ կադրը կգցես, բարև ձեզ։ Այս լրիվ կգցես, հա, ովը։ Հա, փաստորեն ստիցել կարանք գայինք։ Հա, բա, լավ հեշտ է։ Իշնում ենք։ Թզի ծառը վրեն թուշ չկա, որը լերել հաստատ չէին թողելու, հենա կա, տես, երկու հատ կա։ Հիմա իշնում ենք, բարեկամներ։ Տեսեք նկատում եք, չէ, սա սիրունը ամեն ինչ արել են, որ հարմար գաք։ Ընդե սիգարետների պաշկա պահելու տեղ է, անպայման չմոռանաք, որ ծխախոտները կպահեք ընդե։ Բարի օր աղբերներին, լավ աղբերս դուք լավ եք։ Լսի սենց եթում ենք, հա։ Այդպես գնում ենք։ Ահա հիմա մենք բարձրանում ենք հələ։ Օրենահոգին մարդ կա, հովո։ Ինչ բան անենք։ Դե անում ենք էլի, ով արի տենանք ինչ ենք ամ, այստեղ լողանալու տեղ կա այնա։ Բայց բարի օր ձեզ։ Աղբեր ներքև ոնց են իշնում, կա տեղ իշնելու։ Ընդե էս տրոսով, առաստարոս շինում։ Ես հիշում եմ, բայց ըլնում էր։ Ինչ են տրոսով սարքե որ։ Նկարում ես ոնց են իշնում։ Որն դե պես պետք է պլավկեով իշնես։ Ինքը տնավարի ենք հագնված։ Փաստորեն որ ալպինիստներն ենք հետներս պարան բերեին, կարանք մի անգամից իշնել։ Դες կապես խոսքի ինձ եք իշնես։ Դու ինչ ենք անում, հələ տենանք ինչ կարանք անենք։ Հա? Ստեսակ պարը մի պարանի հույս է։ Հա? Հա, պետք է դեմ ղափան։ Ասել լասի արագ իշնեմ հելնեմ, բայց դե արագի բան չկա, դե հերթ է։ Ու ընդ որում չգիտես համ իշնելն է, հերթ համ հելնելն է, հենա այնտես իշնում են ներքև։ Պետք, ստե տեղ կա որ իշնենք ուրիշ, թե այդ ամենակ։ Ուս, էլի կարտու։ Տեղ չկա, կաղաստից էլ էլ, ստե ինչ, հա որ։ Չէ, ստե ընգնելու վտանգը շատ է։ Մենք է շտապ ենք, չենք կարա շատ մնանք, ընես որ հետաքրքիր այս ինչ, հա որ։ Ժայռեր է։ Անը նկարի գոն ես նս նկարի։ Ամեն խոսքով չիլնում, չենք կարում իշնենք։ Մենք է շտապ ենք բարեկամներ, թե չէ հաստատ կիշնենք։ Դե լավ, այն որ կգանք ստե քիչ ավտո կլինի, այդ ժամանակ կմտնենք մի օր կնկարենք։ Հիմա
Անես չի վերջի օրն ենք եկե արի։ Հազար բարի։ Ախպերս կելնի է, պրոստը կուշանամ։ Ես վռազ եմ։ Լավ եմ, լավ, պարկ ասու։ Անուլ ես կողմովի, ավելի հույս։ Ստիցել մերկու կադր վերց։ Սիրուն տեղա, բայց ընդե արկաղա են կոմովելի ձև իշնելու։ Ափսոս։ Ես ափսոսում եմ բարեկամներ, բայց ուրիշ տարբերակ չկա, ժամանակը ճնշում է մեզ։ Դե վախվես միջ։ Ընդե իշնելու համար մի ժամանոց հերթ է երկու։ Իջնելու համար։ Երկու ժամ էլ հելնելու հերթ է։ Անես որ զգուշ կլնեք։ Գնացեք, հացով բանով սպասեք։ Բլուս պարանով եք իշնում, ալպինիստ կա մեջներդ։ Չէ, դե ուրեմ այդքան նայ գնացեք, հա։ Անիմաստ հերթ է։ Հավքվել են շորտի կավորները։ Պրստից էլ տեղ չկա։ Ու շատ բան է, հովո։ Ես եմ։ Տուր ինձ։ Մենք հիմա ռիսկի դիմելով անպայման կնկարենք այս հատվածը, սենց։ Արա լավ այ ախպեր, ես ինչ է լավ, ինչի սենց է լավ։ Սենց փորձենք էլի, ինչ կլնի։ Տեսեք բարեկամներ, սենց խորն է, էլի ահագին ու գնալով ավելի գեղեցկանում, ուղղակի սենց է լավ։ Խոստանում եմ, որ մի օր կգամ, անպայման նկարելու համար, կիշտեմ կնկարեմ, սես չի մնա այս հարցը։ Ար հովը, ար։ Ար ես էլ լնեմ, տեղ տու, ձեր չէ, տեղ։ Ու հարցեն է, որ բոլորն ուզում են իշտեն, գնում հասնում են ընդե տենում են հերթա, մերպես ասում են հետո կգանք։ Բա ինչ անեն, հիմա չի լի։ Մենք կարենք դրոնը իջցնենք ձորը, նայենք տնենք ձև կա իրանից, այն կողմից, հե? Արկ այնտանք ստեիչ կա ուտելուս։ Բարի ռախ։ Հազար բարի։ Գոնե չարը մնաց այս ջուրը, ջրից օգտվենք եթանք։ Թեկուզ էլի նկարինք, էլի հերթը նկարինք, ասենք որ լիքը մարդիկ աղալ են, մերպես որ մտածեն շատ հեշտ է անդե հասնելը, բայց հեշտ չի էլի։ Հնես որ հիմա էլանք նստանք ավտոն գնացինք Ղափան։ Կապան են գնում բարեկամներ, օրելես ավտոյի դիսկերը, հələ նայ, ով։ Ինչ է։ Նկարել ես դիսկերը առանձին, հա։ Դե հելանք լավ։ Մենք էլ քանի որ շուստերեցի ենք, մեքենան կայացրել ենք հովը։ Մենք էլ ոտ առաջամի կրնում ենք։ Հա։ Բան է բայց։ Կարող ավտոն սարը մնա էլի։ Հեսա նստել ենք ավտոյի մեջ։ Հա, ախպեր դա։ Հիմա որ ասենք ընդ շոֆեր կայնած էլի տենա որ նայ ստեցել է երևում ախպեր պրոստը էլի ձև չկա իշնելու շատ խորն է աստից հա օրստից բեսամտ խորն է հեսի պետք է դրոնով նկարենք կային գոնե քարը հետ կլի դրոն ենք սրան տեսա ծիծաղում էր վրես հովանես Դեժում էիր ձածի վրա։ Ես էլ այդքան փորձեք ալներ էլի ախպեր։ Հանդե ուրիշ նրբություն կա որ դու չգիտես, հետո կիմանաս։ Հիմա ես եթե այս դրոնը չմտցնեմ ձորը նկարեմ, ուրեմ պետք է նկարեմ, էլի։ Հա, բարեկամներս հիմա չկարողացանք ոտքով իշնել գոնե դրոնով ինչքան կարանք այս սիրուն կիրճը նկարենք։ Բայց դրոնն այդքան հարմար տեղ չենք նստեցել է։ Կարելի է այստից թռցնել։ Մենակ չգան հելնեն մեր ավտոյի վրա, մեր դրոնի։ Հա, դեսի ծերից ծեր խնդիր է տալի արա։ Բաց, սկսի աշխատել։ Աշխատացնում ենք հիմա։ Հա, գնաց։ Զապիս, արա, այ ախպեր, բանը չիպը բա պետք է դնենք դրոնի մեջ, որ զապիսը լի է։ Բա էտա։ Բայց ես պետք է կան։ Այսինքն անենք,
Ունենք դրոնի մեջ։ Բարեկամներ հասանք Տաթևի վանական համալիր, զիջում ենք Նիվային, զիջում ենք, այո, մենք միշտ զիջել ենք ու կզիջենք։ Հիմա իշտենք ընդեղ հարմար տեղավորվենք, որոշել ենք այստեղ դրոնով նկարենք, պարտադիր։ Նոր շարունակենք մեր ճանապարհը դեպի Կապան ընկերներ։ Իսկ դրոնով նկարելու համար մեզ պետք է որ ստը քաշենք, կանենք, չգիտեմ որտեղ։ Իսկ է։ Բարեկամներ, մինչ հովո աղբերը պատրաստում էր մեր տեխնիկան, հիմա մենք ես արդեն դրոնով նկարը անել եմ, դու կադրում դրոնով տեսնում եք Տաթևի վանական համալիրը, իհարկե տեսնում եք նաև այստեղի այս կոլորիտը, ստե բաներ են ծախում, էլի, արի ելնենք, հլտես, այս Զապոյի խանութը, տարածված երևույթ է Հայաստանում, որոնք Տաթևինը կապուտ գույնը, կա գեղեցիկ լիքը բաներ, Հելնենք վերևի դախելից իշտենք, էլի հերթը վլտենանք ով կճանաչի, հլտենանք կճանաչեն, բարի օր ձեզ։ Սս նկարելով իշտում ենք, էլի, եթե դեմ չեք, սս մետ այսս նկարելով արի։ Այսա գալիս եմ ձեր մոտ, պրոստը սկզբից սկսեմ, էլի։ Սկսել եմ սկզբից, բա տատիս դու չես ծախում։ Գաթաներ եմ ծախում, գինիներ, օղիներ, սուջուխներ։ Օ, սաղել Գորիսին բանը, Գորիսինն է, հա։ Կել է իստե, չէ, էլի անցած տարի, հա։ Բայց անցած տարի չէի նկարում, չէ։ Չէ, ես ձեզ միշտ հետևում եմ։ Այս տարի նկարում ենք, հա։ Ես մի հատ եկել եմ ռազմետկայի մարը, հիմա եկել եմ նկարեմ, էլի։ Համել գնում ենք Ղափան։ Բարև ձեզ էլ, իհարկե բարև ձեզ։ Այս դուք եք սարքե, թե ուրիշն է սարքե ծախում եք դուք։ Հա, ճշմարտությունը ասեք, մեզ մենակ ճշմարտությունն է պետք։ Արի ասեք ճշմարտ։ Հա։ Ասեք դուք ճշմարտությունը գիտեք։ Հարգանքներս, հələ ասեք, էլի շատ հետաքրքիր է։ Մի հոգի սարքում է, Ու բոլորդ վաճառում եք։ Իրանից վերցնում ենք, մենք վաճառում ենք։ Ջան։ Всё, Այս նորմալ վաճառվում, հա։ Ցենտր է, իսկ Տուրիստները առնում են։ Առնում են, հայերն էլ են առնում։ Հայերն էլ են առնում, բայց տուրիստները ավելի շատ են առնում, թե տուրիստները քծիբ են, չէ։ Հալսի մեր քծիբ տուրիստները չեն առնում, մեր հայերն են, որ առնում են։ Դրանք տենց են, կոպեկի հաշվելով գալիս են Հայաստան ձրի ֆռալու, բայց որ 10 ձրի կվերցեն կուտեն, չէ։ Ուրախ։ Այս ա ձերն, հա, դուք ամենամեծ դախելի տերն եք այստեղ, այո։ Բարոտի շեֆն եք։ Նկարում Դունդե ես։ Դե մենք գնանք իշտենք մատ կռուգանենք, հելնենք գնանք Ղափան։ Հա, ժամանակին, չէ, մենք լավ բաներ ենք մենակ հարցում, վատ բաներից գործ չունենք, այնպես որ մեր մենակ դերական պլյուսավոր բաներ է։ Հաջիկն ասված ճանաչում, ես ասեմ չէ, որ հերոստացույց բան չեմ նայում։ Քաջիկն է։ Հա, քաջիկն ասված։ Բախբերս 1000 բարի։ Ոնց է, մեռնեմ քո սրտին։ Լավ եմ, լավ։ Դե ուրեմն բան անենք, դուք չեք ճանաչում, հա։ Օ։ Հայտնի մարդ է, չես ճանաչում։ Բայց որ չես ճանաչել ոչինչ։ Իմացի նկարել եմ։ Էս էլ իշա մեղու է, այսա փախա։ Եկել է ուտի։ Տուրիստներ, չէ, լավ է, մենք ուղղակի ուզում ենք դες իրավիճակը նկար։ Լավ է, շեք ուզում տակ։ Դե ես էլ ուրեմն պետք է ես Չէ, ես վաճառում։ Դե չեք վաճառում, տվեք իմ լավաշը։ Քանիսով են վաճառում, որ գումարը։ Էս շքամա որ։ Ձրի է։ Ձրի է։ Դե հեսա ես էլ ուրիշին նվեր կտամ։ Սես կիսը եմ, սաղին բաժանեմ։ Տենամ ում սիրտը կուզի, բարև ձեզ, կաղա լավաշ ուզեք։ Լավաշ հետ իշ կփոխեք, լավաշ տամնզի բան տվեք, չէ։ Ինչպես եք, հարգանքներս։ Չէ, սրտանց, մենք բան չենք ուզում վերցնենք, մենակ ուզում ենք տանք, բարև ձեզ։ Լավ, դուք ինչպես եք։ Էս ինչ ուրախ եք այսօր, էս ինչ լավ է, անտիր է։ Դեղաբույս ծաղիկների, բայց արտահանում եք, թե էստից տանում են։ Հիմա ես տուրիստ համարվում եմ։ Չէ, հա, ինչ տուրիստ, եզնից ինչ տուրիստ։ Ես կի Եգիպտոս տուրիստ չէի։ Բարև ձեզ։ Բարև։ Լավ եք։ Բարով եք։ Շնորհակալ եմ։ Դուք էլ բարով եք հավաքվեցել, սիրուն գործն եք անում, բարև ձեզ։ Դուք ինչ առանձին բան եք, որ ոչ մեկ չունի, մատաններ, հա։ Այո։ Ես արծաթ, հա, թե բիժու է։ Բիժու է։ Ո՞վ դու սիրում ես դες բաներ։ Որ չես եմ ինչս կապե բրետ ենքան։ Արծաթ, հա։ Հա։ Չկարացի համոզեմ առնի այս տուրիստ, էսի քծիպ տուրիստ է։ Բանից է եկե, այն Նիդերլանդներից եկել է, չեմ կարող համոզեմ մի բան առնի։ Այսինքն անցնում ենք, գնում ենք։
Հովով հեչել էլա, որ գաս տաթև լավաշ տան ձրի, դու էլ ուտելով իշն ես քո համար։ Էլ էլա տես բան, չի էլե, չէ։ Հիմա մենք լավաշ ենք ուտելու։ Բարև ձեզ։ Լավաշ ենք փորձելու։ Եվ ասեմ ձեզ այստեղ կա ձիուկ։ Ձիուկն էլ որցա։ Տղա ձիուկ է, հələ տենակ տղա է, թե աղջիկ, աչեսի աղջիկ տղա է։ Լրիվ էլ տղա է։ Նա այն տղա ձիուկ է, էսի էլ տենակ ինչ է, էս էլ է տղա։ Տղա է էսի։ Հա բայց դեմք եմ, մեռնեմ քո սարտին։ 1000 բան, կաղալ լավաշ ուտես։ Այ ախպեր։ Հա, այ էտա, точно է։ Էս տղա է, թե աղջիկ է։ Տելևիզոր եմ տեսա, բրատ։ Հա, ախպեր է։ Էս լիբոյ մարզերի թումես։ Հա, հա մեռնեմ սարտի։ Ես ուզում եմ բացեմ հիմա քեզ հյուրասիրեմ, հենց հյուրասիրելն է, ես էլ քեզ եմ ուզում հյուրասիրեմ։ Ես գիտեմ, կոլեգաները տվել են լավաշ ուտես բալուսով։ Ֆրարի ախպեր։ Ձիով։ Ես մի հատ բան էլի լավությունա, բրատ։ Ձիով վրամ կամ ախպեր։ Խելոք ձի, հա։ Դե խելոք չլի Արդեսի վերջ։ Ձին լավաշ ուտում, հա։ տապսուզա ցավ։ Հովանես կեր։ Տապսուզա Հա։ տեսան, հա։ Այ ախպերս, բավոս, մենք արդեն նկարվում ենք։ Ես ու դու հիշողությունն մեջ արդեն վիդեո ունենք։ Չունենք հələ։ Դե հələ արդեն կա։ Ինչ անենք։ Ելնեմ քշեմ, հա։ Ես ձի քշել գիտեմ, հա։ Դա իմ կողմից Հո էսի պայմա ձի քշեմ, էլի։ Իմ կողմից մի հատ քեզ մեծ լավությունա։ Մեռնեմ քո սարտին։ Վերևից ախպեր, արի աչ։ Կնստեմ։ Չէ, տա, չէ, վերևից։ Արի։ Հա, անդե վերևից, հա։ Հա, վերևից։ Բարեկամներ, ես վերջի անգամ մեկ էլ բան էի քշեցի։ Հեսա մի հատ լավ տեղ եմ տանում, նստես Օպա։ նկարված։ Լսի, հիմա դու պետք է քշես, թե ջլավը տալիս ես քշեմ։ Տալիս եմ, իրոք ոտ բանի։ Դեզիկում է։ Անունն ի՞նչ է։ Անը բույա։ Բույան։ Հա, կարող է դել անենք, բայց կամ այդ Բույանի հետ շփվեմ ես։ Ձերը սիրում են, որ այնց հետ շփվես, այդ Բույան։ Ես ու դու պետք է իրար հետ քայլենք, հա, իմացա։ Այ մա տեղ կա, տանեմ նկարու ես։ Հա։ Լավ էլ էտում է Բույանը։ Բույան, ինձ չտանես սարերից գցես, Բույան։ Հոպա։ Բույան։ Սպահում ես, Հա։ չվախենա դուխա։ Չէ, արխային ես ձի քշել եմ, փոքր վաղ տարած թամբել եմ քշել։ Այ եփ, այ սպեսնի։ Այնտես նկար։ Յոնի։ Բույանը լավ Բույանը։ Եսեյ։ Բույան, դու քան տարեկան ես։ 14։ Ես որ ձգում ես, մտածում եմ որ պետք է չհետա, էլի, չէ։ Կարաս խորած եղբայր։ Արի, գնա։ Դե։ Բույան։ Լավ է դե։ Բույանի հետ մենք զբոսնում ենք։ Անուշ ախպեր, բանուտ ի՞նչ է։ Արմեն ջան, ապրիս ախպերս։ Շնորհակալ եմ։ Դու вообще ձի քշել ես, Հովանես։ Ձին լավ բան, հա, ձի քշելը։ Ձի քշելը առողջարար է։ Այս ժամանակ հենց մեր նախնիները սարերում ձի են քշել։ Ասենք բորշ չի էլի։ Հա, գիտեմ, աշխատանք է, էլի, պարապմունք է։ Տեսնում եք բարեկամներ, ինչքան են ինձ զանգում, ու ներվերս ուտում են, իհարկե Հայկույի այնքան խառն եմ հիմա։ Արա դե ձի եմ քշում, կայնի բան ենք նկարում, վիդեո ենք նկարում։ Հա, ձի եմ քշում։ Չէ, չեմ ընկնել, արխան, ես ձի վրից ընկել եմ փոքր վաղ, էլ չեմ ընկնելու։ Լավ դե։ Հա դե Տաթևի մոտ եմ, հիմա քշում եմ այդամ ղափան, մի խանգարեք, այն գործ ենք անում։ Վայ մարը, ճոպանուղու տարածքն է արդեն։ Հա, ճոպանուղին արդեն դրոնով նկարել ենք, դաժե վագոն եմ նկարել։ Մեռնեմ սրտիդ, ընդհանրապես այս ձիով ֆրցնելն ինչքան է։ Են փոքր երեխոս փող չենք վեկանում։ Հա, ապրի ախպերս։ 1000 դրամ, 500 դրամն է, այդտեղ։ Դե, 1000 էլի։ Հա կարաս, այստեղ կանի թող հովոն քշի, էլի։ Հա ոչ, մետինիկ դու ոչ։ Չէ, մենք էլ ենք վռազե, որ այսքան տանել ենք հետը տոշնիկ էլի։ Հհ, թող քշի։ Հովանեսը սիրում է կյանքը եւ նա հաստատ չի գնի ձիուց։ Որ արագայթու մի քիչ կային։ Հովանես բան չէ, ես կատաղի ձի չի, չէ։ Չէ։ Մանուշ ախպեր։ Հովանեսը հիմա գնում է Տաթևի ֆոնին սիրուն ձյուկի հետ, Բույանի հետ։ Բույանը մեր տեսանյութի են լավ պահերից է, էլի։
Հա, խոտ ալտում, սոված է բույանը։ Դիքում ես սաղ գիշեր կուտի, ոչիչ։ Ձգի, քաշ հետ։ Դիքի վերև, ոտերով պի գարվա, դա։ Չէ, ոտով խփի կախերտնի Հովանեսը սեթա դառնա բան։ Չէ, չի գա։ Անմա հերոս։ Հատել հուշարձան դնենք Հովանեսի համար։ Բույանը տանի գցի ձորը Հովանեսին։ Լավ եմ անուշ ախպեր, դու ոնց ես։ Դեմա ձեռը բարա։ Թո էթա, ոչիչ։ Հովանես։ Ուզես մի հատ է փորա։ Բեր, արեն կողից խոմ եկավ։ Հա, դիմացից։ Կայֆերի մեջ ես էլի ախպեր, հա։ Օպերատորը ես վերցեի մոտ, քեզ ինձ քո մոտ։ Երիք, հա, Հովանես, թե էլի նկարեմ։ Հեսա մեր անուշ ախպորը մի քիչ նկարենք, Հովանեսին ինչ նկարենք։ Ախպեր ես սաղ քո ձիերն են, հա։ Քոնը եսի, հա։ Բա քո անունն ինչ ախպեր ես։ Մասիս։ Հա, ուժեղ անուն ունես ու գլխարկիդ վրա էլ Մասիսն, հա։ Ախպեր քեզ էլ բարև։ Իմ թզբեխով ախպեր, 1000 բարին, ոնց ես։ Ես դες գիտեմ։ Հա, դե մտ լավաշ կտամ որ գիտես։ Համաձայն ես։ Նայ, էջել է լավ որ ես քեզ լավաշ տամ, չէ, առաջի անգամ, ահա, էս քո լավաշը։ Էսի ախպորս լավաշը։ Բույանն էլ կտամ, բա բույանը մեզ այսքան ֆրցրեց։ Բույան ջան, առ, ցավը Գաս տամ, նկարի հա։ բանկի ֆոնի մեջ։ Ձերին կերակրելու սենց եք անում ապը, որ չկծին։ Հա, բա ոնց ախպեր ես։ Ես քո ձիու հետ նկարվամ, դու էլի հետ պետք է նկարվես։ Բա մեծ լավաշ էլ դու կեր հələ առ։ Որ խախտարանանք, էլի։ Էս փոնին, հա։ Հա, ակի բանկերը։ Ես ցարագացու։ Տղերքը վրազն է գրում է ղապ։ Երևում եմ։ Բույան։ Եսի բույան երկուսն, հա։ Չէ, ես զևսն եմ։ Զևս։ Մեռնեմ սարտիդ, կամ մի հատ էլ տամ, քեզ քո դուրն եկա ոնց որ։ Ինչ էր Զևս։ Լավ անես դե, դու ես դրե։ Բայց տիզ կա Զևսիդ վրա, արուն են ուտում։ Գնացել եմ ճռրեցելու էլի, դրիվ տարա մի հատ։ Ավրես։ Բարև ձեզ։ Ում ենք մի հարկը ես սիրում եմ նկարել։ Հրարետ ենք անում։ Ձերան նկատեք։ Ստեփան։ Ստեփան, հա։ Խմբատնացման հիշում եմ եւ հաճելի է։ Նմանապես, լավ եղեք, առողջ։ Դավայ, նկարի։ Հիմա դրիֆտ է գնում։ Տաթևյան դրիֆտ ձերով։ Սիրուն վերցիր կադրը։ Դե մի հատ էլ հետ գալուց գազ տվեք էլի։ Հետ գալուց վայ։ Սիրած։ Թաթու ամիկես, բայց լավն է։ Ձեզ։ Մերսի։ Ասից նվեր են տվել, ես է բոլորին տալիս եմ։ Ախպեր դու մի ժպտակ այնքան, չէ, եսի առողջ արարա, վերց։ Այսա դու Ես դուք ուր եք փախնում։ Ձեզ եմ տալի։ Նույնը ձևը խոսում է։ Ես են լավաշնա, որ ամենաշատն եմ հյուրասիրել բոլորին, հեսա ինանք տնանք նելում ենք տալ լավաշ։ Ո՞ո։ Այլմա տարա գիշնենք, նկանք ելնենք, վсё։ Ու հելնենք ափան։ Բույան, չէ, Զևս, բայ մեկ է անն ինչա։ Էն էլա բույան։ Երկու բույան մի Զևս։ Ես եմ նշանն եմ։ Նշանն էլ է սիրունձի։ Լավ պահեք։ Հիմա իջնում ենք Տաթևանական համալիր։ Մեր բարեկամները հանդիպեցին մեզ։ Կաղա բան ուզեք։ Ուզեք չուզեք տալիս եմ։ Մի քիչ, ես հաղորդնանք է, ես էլ դուք վերցերեք։ Ես էլ Երևանցի մարդիկ թող վերցնեն։ Ապրես շատ։ Ձեզ լավ որ աղբերս ես է քեզ։ Տեսար, քանի օք հյուրասիրիմ։ Ահագին, չէ։ Այո։ Ջա։ Արել լավ ես նկարում։ Արի։ Հիմա այստեղ ով եկել է հիմնականում հիացմունքից սկսել է նկարել։ Նկարում են ամբողջ վանական համալիրի տարածքը։ Ես ձեզ ուզում եմ ցույց տալ ճոճվող սյունը, որը գտնվում է այն կողմում։ Ես ավելի շատ սիրում եմ նստել, որտեղ քիչ են մարդիկ, պատմական-մշակութային ժառանգություններ էլի։ Բայց այսօր եկանք ասանք ստե ճանապարհներ մեզ բերեցին։ Սյունը բարեկամներ
Դիմակայել է բազում երկրաշարժերի, մինչ հիմա կանգուն է եւ այն ճոճվող է։ Քամուս ճոճվում է, գիտես, չէ՞ Հովանես։ Այն ինչ է ռախսը ախպեր։ Hello։ Հայ ես ախպեր։ Don't understand. I understand. I am but speak English. What is telephone? Telephone. Model. Model. Huawei. Huawei, Samsung, Huawei. Huawei, good? Samsung or Huawei, good. Very good. My brother. What is? Mi se tepke, mi puču, aj sam sam. Okay. Մոխիսկ, okay. Սա լեգենդար կառույց է, որը մեզ է հասել դեռ վաղ անցյալից։ Դարը չեմ հիշում, բայց ինքը շատ շուտ են կառուցել։ Հիմա ընկերներ մի տեղ էլ գնանք իրար հետ ու դուրս գանք։ Տաթևի ներս էլ կարելի է մտնել, պրոս չգիտեմ, կարող չթողեմ նկարել։ Արի։ Բարև ձեզ։ Անց սիրուն եք կայնես, ես մտածի նկարվում եք։ Պարզվեց, որ չէ։ Տեսեք ինչ հիանալի տեսարանը եւ հիանալի գյուղ ծավալած լեռների գրկում։ Լանջի վրա։ Անի շինություն է, կիսատ։ Հովանես, ես խորհուրդ եմ տալիս արդեն մենք գնանք, որովհետեւ ուշանում ենք մեր մեծ աղբոր ծնունդն է ի վերջո, գնում ենք Ղափան։ Կապան ենք գնում, մարդը ասում է մի ասա Ղափան։ Բայց որ մեր մեջ էտի մտած է, էլի պետք է հանենք մի ձև։ Նա դուրս նայում չանում ես ունեմ, տենք էլ ենք արի։ Հետևից կգաս։ հետ էլի, զատնի հելի։ Ժամանակին այստեղ դասավանդվել են տարբեր գիտություններ, առարկաներ, Տաթևի վանական համալիրը անցել է պատմության ամենաէջերով, այսօր այն կանգուն է մեր առաջ, կարծես պատմության լուր վկան լինի, բայց որ շատ ես ուսումնասիրում, նրա մասին տեղեկություններ ես իմանում, արդեն դառնում է խոսացող վկա եւ այն դարերով դեռ կտանի մեր գենի DNT-ն։ Գնացինք։ Արդեն սրանից հետո արդեն սկսում ենք Ղափան նկարելը, տորթի կոնյակի հարց ենք լուծում, փողը մոտսա որ դնենք ծրարի մեջ, նվերը, ու գնում ենք ուրախացնենք մեր մեծ աղբորը։ Ո՞վ է։ Արի բա։ Ուր ես էդ մեռախս բերես։ Մենք վռած ենք եկեք։ Եկա արի աղբեր, արի։ Հանգիստ մի ժամ կմտնենք 44 կիլոմետր։ Հա, բայց գործերն ենք անել, ինչը։ Անտ ինչ էր։ Արամ ջան, ամեն ինչ կարանք իրար հետ։ Լանք, թխի։ Ապա թխելը չնկարիր։ Թխի։ Ահա, մա թխի։ Բարի ջան։ Հելենք դե աղբեր լավ մնաց։ Դժվար եք ելում, ես էլ եմ դժվար ելում, իմ արով, շատ, բես եմ դժվար է։ Դավայ աղբերս։ Զգացված ենք մենք ելանք, լավ որ ձեզ։ Հա, գնացի ես հետ եմ գալու։ Բայց արագ անցնելու եմ էլի, չեմ մնալու։ Եկանք ու ասանք մեր շատ սիրելի Կապանի մատույցներին։ Հիմա աչից էլ տեսիշ սիրունա։ Բան է, դի ինչքան գիտեմ Փոչամբարի, ինչ-որ չէ Փոչամբար չի, հանքի նմուշ են վացել կամ ինչ են արել, չգիտեմ, եթե ով գիտի կոնկրետ ինֆորմացիա կարող եք գրել մեկնաբանություններ, իսկ եթե չգիտեք, ուղղակի գրեք «Ո, ես իր սիրուն է», որովհետև սիրուն էր։ Հիմա մենք շարժվում ենք դեպի Կապանի կողմ, մնաց հաշված րոպեներ, որ մուտք գործենք Կապան։ Մեր պլանների մեջ մտնում է հետևյալը, գնում ենք խանութից վերցնում ենք տորթ ու կոնյակ, նկարը մեզ մոտ է, նկարը փակցնելու ենք կոնյակի վրա եւ իհարկե գնանք անակնկալը անելու աշխարհի ամենալավ պապիկին, որովհետեւ այդպես է ուզել մեր բարեկամը, հեսա ամեն ինչը կճշտեմ անուններով մանրակերկիտ, որպեսզի սա տեղը տեղին լինի, էլի։ Իսկ հիմա ճանապարհը տեսեք ինչ գեղեցիկ է, որը մեզ տանում է դեպի Կապան, բան չմնաց։ Հիմա արդեն Կապանում ենք մենք, ուղղակի մի քիչ հետո վերջնական կհասնենք Կապան, բայց ճանապարհը ուղղակի անզուգական է, կախարդական ու հեքիաթային
Տեսեք ընկերներ, երկու կողմից ծառերն են անտառ, սա այն դեպքն է, երբ որ մարդիկ չեն տնկել, այլ հենց բնությունն է այդպեսին այստեղ։ Իսկ մենք այս բնությունը վայելելով գնում ենք, ճանապարհին շատ ու շատ գեղեցիկ վայրեր կան, այնպես որ ուղղակի զբոսանքի համար էլ կարող եք գալ Կապան, լիքը գեղեցիկ տեղեր կան մնալու, մնաք մի երկու օր ու վերադառնաք, ես էլ իրա ձևով էլի լավ հանգիստ է, լավ հայրենաճանաչության զբոսանք է, այնպես որ ընկերներ անպայման կարող եք գալ։ Ես կուզենայի որ գայիք, եկեք վայելեք մեր սյունած աշխարհի գեղեցկությունը։ Հրաշք է։ Հիմա մենք հաշված րոպեներ հետո կհասնենք Կապան քաղաքի ներս ու ցույց կտանք նաև օդանավակայանը, ցույց կտանք լիքը լավ օբյեկտներ, այո։ Բան չի մնում։ Ինչպես նշում էի, բարեկամներ, մենք հասանք Կապան քաղաք, տեսեք, լեռան լանջին դեռ վաղուց անհիշելի ժամանակներից գրված է Կապան։ Տեսեք ինչ գեղեցիկ լայնարձակ ճանապարհ է, ձախից կոմբինատի նշանն է, թե Կապան քաղաքի լոգոն է, երևի Կապան քաղաքի լոգոն է ու մեր եռագույնը, եւ սա շատ կարեւոր է, որ այստեղ եռագույն լինի։ Եռագույն ունենք նաեւ մի քիչ այն կողմ, բայց նաեւ կա ուրիշ գույն դրոշ այն կողմը։ Որ այս տեսնում եք այս սարերը, սրանք ժամանակին մերն էին, բայց էլ մերը այս պահին չեն, այնա, տեսեք դրոշը ծածանվում է մեկի ինձ, չի ծածանվում, ես լպլպում է, այն դրոշը լպլպում է, մեր դրոշները ծածանվում են բարեկամներ, իսկ հիմա օդանավակայանի կողքով ենք անցնում, ովանես օդանավակայանը մի քիչ բարձր պայս կերև է սիրուն, օդանավակայանը անցանք արդեն թեկուզ, հիմա այս էլ արագաչափն է, իշքան գիտեմ չի նկարում, բայց մարդես տորմուզ տանք ու անցնենք, ահա Հիմա բարեկամներս Ղափանը կբացի իր գիրկը ու մեզ կընդունի ինձ ու Հովանեսին կասի բարով եք եկել որովհետև նա մեզ շատ է սիրում նա գիտի որ ես Ղափանի փեսա եմ Ղափանի փեսա եմ ես փեսա Հովանես գնացինք հա դու դառնաս կապ դե հիմա բարեկամներ մենք գնում ենք ու աջից արդեն կոմբինատն է քիչ-քիչ նշմարվում, այսինքն քիչ-քիչ որն է լավ է նշմարվում այն է բաներ ունի, այս ինչ են սարքեր, այս աջից կոմբինատն է, հանքարդյունաբերության օջախն է այստեղ եւ Կապան քաղաքը իր ամենամեծ եկամուտն է ստանում այստեղից, ասեմ իմանաք եթե չգիտեիք, դրա համար էլ հզորացել են, այն մեր եռագույնը տես ծածանվում է բարձրում բարձունքում ծածանվում է հայոց եռագույնը բացեմ դու նկարի։ Այսի դրոշա, թե չեն ինչ։ Այս լավ դրոշ է։ Ծածանվում է։ Դրապկեն սարի վրա ասում են տեսեք։ Հա, լավ անցանք, անցել ենք էլի որ բան չենք անելու։ Գազարագույնի տակ ոչ չենք կայնելու, անցած ենք էլի։ Ընկերներ, հիմա մենք պետք է խանութ գտնենք, իսկ խանութ ես գիտեմ մի հատ կգնանք այդ խանութը։ Անպայման պետք է գնալ այդ խանութը, որտեղ անցած անգամ էլ գնաց է։ Տեսեք, հիմա հասնում ենք թունելին, Կապանի թունելին ընկերներ, հեսա, տեսակ, որ ասում էի, հես գիտեք չգիտեմ չեմ ճանաչում Կապան, հեսա թունելն է, թունելով անցնում ենք, հենց ուղիղ, հավեսով, վտանգավոր նեղլիկ ձևով ու գնանք, գնում ենք հիմա խանութ որոնելու, խանութը գտնելուց հետո գնում ենք անակնկալ անելու, գազը հեղուկ այստեղ 240 դրամ է, 230 էլ նկատեցիր, հա, ես 40 տեսա, դու 30-ը դա էլի վատ չի, լավ, երկուսը լավ ենք տենում եմ։ Հիմա մենք գնում ենք կայարան, Կապանի կայարան, որտեղից պետք է մի լավ խանութ կա, մտնենք այդ խանութը դուրս գանք։ Պարոնայք բարեկներն ենք կամ գնել ընկերներ, հսկում են խաղաղությունը եւ անդորը Կապանյան, իսկ մենք ընկերներ հավեսով գնում ենք այս շրջադարձից, շրջադարձվենք ու գանք այս սիրուն խանութը տենանք, իշ տորթ ունենք, տորթը վերցնենք կոնյակի հետ միասին, բա, այդպես է հարկավոր այսօր։ Բարեկամներ, մենք հանցնում ենք Իրանի հյուպատոսարանի կողքով, որը գտնվում է Կապան քաղաքում եւ այստեղ մի բան տեսա, ուզում եմ էսի նկարենք նորեթանք, տեսեք, երեխաներին իրենց որ մեղքի համար։ Այդ որ բանը Իրանում աղջիկ երեխաների դպրոց էին խփել, այդ պաստառն է Իրանի Իսլամական Հանրապետության գլխավոր հյուպատոսություն Կապան։ Բարեկամներ եւ իհարկե Իրանի գերագույն առաջնորդի նկարը։ Եվ հիմա մենք շարունակում ենք մեր ճանապարհը, գնում ենք դեպի Իմպերիալ ռեստորան, որտեղ հավաքվել են բոլորը եւ նշում է սիրված Փափիկի Հայրիկի ծննդյան օր։
Իսկ մենք գնում ենք անակնկալ տանենք Դավիթ Թորնիկի կողմից, ով չի կարողացել գալ, նա Ռուսաստանում է, հետևաբար պետք է տեղը տեղին անակնկալ արվի 3, 4, 5, պետք է անակնկալ անենք, տանենք փողերը տանք պապիկի, որ գնա իրան լավ նվեր առնի, կամ էլ մարդ ես, կա որոշի տեղ, եթե ու ինչ ուզում է թողանի, որտեղ Թորնիկը տենց էլ ուզում է, Թորնիկը տենց էլ ասել է Դավիթը։ Հենց որ բարեկամներ մենք հիմա հենց այս պահին ուրախ տրամադրությամբ գնում ենք Իմպերիա, ձեռքիս էլ գեղեցիկ ծրար է, այո, ծրար ու ղեկ իհարկե, ղեկը անպակաս, ծրարը խփինքստե, աչից կապանով հոսող որոտանն է բարեկամներ, իմ ձեռքերում Rio Grande սուրճը հենց կապանում են արտադրում, մեր արշակախոր արտադրանքն է, արշակախոր խանութից էլ օգտվեցինք, գնում ենք և տեսեք Դավիթ Բեկի արձանին ենք հասնում արդեն, նաև հասնում ենք Կապան մոլին, ձախից Կապան մոլն է ընկերներ, ով չի եղել Կապանում, ներկայացնեմ Կապանի դրվածքները, ձևերը ու շինությունները։ Վերջերս շատ է կերպարանափոխվել Կապանը դեպի լավը, շատ հաճելի է դա տեսնել, զգալ ու վայելել։ Հիմա այստեղ այս լուսացույցի տակ որ կանգնենք, մեր Հովհաննեսը անպայման ցույց կտա Դավիթ Բեկի արձանը, որը բարեկամներ կանգնած է հպարտ մարտական կեցվածքով եւ հուշում է, որ մենք միշտ պատրաստ ենք մարտի։ Սյունեցիները այդպիսին են, սյունեցիները մեր ուժն են, հզորությունը, այնպես որ Սյունիքից շատ բան է կախված, այդպես կարծել են բոլոր մեր զորավարները, ձախից նորապսակների այգին է, 2 կալցոյով եւ իհարկե հրաշք երագույնների շարան ընկերներ, որի կողքով մենք հպարտ անցնում ենք ու գնանք դեպի Իմպերիա ռեստորան, այսինքն ուղիղ գնում ենք, աղբերներ ասին, ուղիղ կերնես կհասնես։ Հարուստ քաղաք է, կապանցիները հարուստ են, բարեկամներ, այնքան հարուստ են, որ գետը քաղաքի մեջով է գնում, ով ուզում է ձուկ բռնի, ելնում է ձուկ է բռնում, ամեն ինչ կա, ամեն հետաքրքրությունը ստեղծել են։ Երիտասարդության մասին մտածում են, երիտասարդներն ունեն զբաղմունքներ, վերջերս ստեղ կազմակերպել էին օֆրոդ մրցաշավ, մենք ստեղ ենք այդ ժամանակ։ Այս վերևի հրապարակում դրիֆտ էր կազմակերպված, գազարագույն BMW-ով, 5.5 Mercedes-ի մոտորով։ Ահա բարեկամներ, հիմա մենք մի քիչ էլ ենք բարձրանում եւ Իմպերիա ռեստորանը, մեծ աղբեր Իմպերիա ռեստորանը էս վերևն է, չէ՞։ Իմպերիան։ Ապրի ցավը տանեմ։ Հիշում էի որ վերևն է, բայց ամեն դեպքում հարցնելը ճիշտ է մեծ աղբերներից էլի, ճշտենք իմանանք, բարեկամ։ Եվ մենք ընկերներ հաշված րոպեներ հետո կլինենք Իմպերիա ռեստորանի բակում։ Ես մեծ ցավով եմ նշում, որ չենք հասցնի, բայց ես կուզենայի ձեր հետ միասին գնալ Նժդեհի այգի, այստեղ կար Նժդեհի այգի, որտեղ Նժդեհի արձանն է կանգնեցված, վերևներն է, Խափանի վերևի մասերն է Քաջարան ճանապարհին, շատ գեղեցիկ է, ափսոս որ ժամանակի խնդիր ունենք, չեն կարող գնալ, թե չէ մեծ սիրով կգնայի։ Հիմա մենք պատվերը տալիս ենք ու իշքան ուժ ունենք, հետ գնանք Եղեգնաձոր, իշքան կարանք արագ գնանք Եղեգնաձոր, որովհետև այդպես է պլանավորված մեր օրը։ Այնտեղ հետո էլ գնանք Արտաշատ, այսօր ահագին երկար օր ունենք անցնելու հայոց ճանապարհներով, այդպիսին է, Սյունած աշխարհը հզոր է եւ այստեղ երթևեկելն էլ բավականին ժամանակատար, որովհետեւ ամբողջովին բոլորաններ են, հուսամ մի օր այնքան կզարգանանք, որ բոլոր ոլորանների վրա մեծ կամուրջներ կգցենք չինացիների պես ու գլուխ կգովանք աշխարհում մենք, որ մենք հզոր ենք, նորհավորենք։ Այսօրվա մեր ելույթը, մեր տեսանյութը ամբողջովին հովանավորել է Դավիթ Անուշախբերը Ռուսաստանից։ Իսկ ինչ այս հոտելա, այս է մեր տեղը, բարեկամ, այստեղ ենք գնում։ Եկաք Իմպերիա ռեստորանային համալիրի բակ ընկերներ, որտեղ բազում առիթներ կան ու առիթներից մեկն էլ մերն է, այնտեղ են գնալու աշկիս։ Փոքր է, չէ՞։ Փոքրն է, այսը մեծն է։ Մեծն է։ Ենթադրաբար այո, Հովհաննես։ Ընկերներ, հարազատներ, մենք հիմա գտնվում ենք Իմպերիա ռեստորանի բակում եւ արևը մեզ խաշում է։ Մենք խաշվում ենք ընկերներ, որովհետեւ շոկ է։ Ղափանը այդպիսի տեղ է։
պահ է լինում, որ բալկոնից դուրս ես գալի ու մակրոտ չնչես, ինչպես մեր երկու աղբերները, մեկ քիչ զումար, որ դեմքները չերևա, կարևոր է, հետ արի, Հովանես, այսինքն, այս պատին համահունչ, այսինքն, այս երկու հոգի հելել են բան են անում, հովանում են, իսկ հիմա ես հանդիպեցի արդեն հանդիսավարին, քանի Հովանեսը չէր եկել ու չի բերել իմ կրակը, այն բերեմ ես շատ գեղեցիկ անուն ունի մեր հոբելյարը։ Ուր է Հովանեսը, մտավ ներս։ Հովանես, արի Արման աղբերն է։ Գրենիկ Մարտիրոսյանի ծննդյանորն է։ Գրենիկ պապիկը շատ լավ, պապիկը իր թորնիկն էլ Դավիթը որոշել է առանձնատու անակնկալ անի, ասես քաղցրություն, կոնյակություն եւ իհարկե դրամական նվերություն։ Դու բաց չասես ում կողմից է, դու ուղղակի կաշնում Արման ջան, բայց քո համարն էլ լաս ղափանում դու Սյունիքի մարզում ես հիմնական հանդիսաբար, թե դուրս ես գալի երբեմն։ Հիմնականում Հա, շատ հաճելի է, բարեկամս։ Գնանք սկսենք մեր ծրագիրը։ ես սկսեմ։ Հա, ասա հյուր է եկել մեզ, բայց տենաս Գրենիկ, չէ։ Գրենիկ պապը ինչ ճանաչում է տեսնես, թե չէ։ Որ ամյակն է 85, 80 ամյակը։ Բայց ես մտածված չեմ դրել թվեր, որովհետև չեմ սիրում աղբերն, չէ՞, մարդուն ասենք, որ դու 80 ես, ինքը 80 չի կարող է։ Տեսա, դե դա է։ Ճիշտ եմ ասում։ Դե ունի դուրը, երեք անգամ ասել շորամոր, Շոկա։ Ավելի մասը։ Մի հատ է։ Ահա։ Դες կանգնել, իդեմ որ այսօր շատ նվերներ Մտի։ Ահա մաշե ավելի լավ է արժանի բայց մի անակնկալում է, որը ես չեմ ասի ինչ անակնկալ է, այդ անակնկալը շատ հաջող մեր Հայաստանից դուրս, գալիս է հաղորդում են վեճ հաջաժան ապելյարները։ Ուղղակի եք սավարել, Ստեփան Մանքարյանի և վայր Գրենիկ մեծ աղբեր, սապ ես տալի իմ համար, ծնունդդ շնորհավոր լինի, եկել եմ քեզ ուրախացնեմ, եկել եմ քեզ քաղցրություն բերեմ ու հլասա։ Եսի քաղցրությունը շոկոլադ ենք բերել քեզ, ճիշտ է, մեկ հատ էլ կլուբնիկ կա բերեն։ Սա անակնկալ է, լպայտ ես, պայ, բայց հա լավ, տես ձիտ բռնի տորթը, հիմա տես ինչ եմ անում, նայ ուշ շատի, տես բան ոչ մեկ չի արել, տես։ Ծապերին տալիս հրավառություն է։ Քո քայլերից այնով է սարկում Դու իմ դրոշն ես բարձր աննկուն ամու Ես բանել էլ քո հետ։ Սես բանել էլ քո հետ։ Էսի ես մի անգամն ու հատուկ քո համար ու հատուկ մեծ սիրով, ջիգարով, քաղցրությունով քեզ բերել ենք սենց հետաքրքիր նվեր, տորթ ենք էլի բերել, որ ու էսի կախարդական ա գիտես այս տորթը ինչ լավ տորթ է, երազանքներդ կատարում ա, դու երազանքներ ունես չէ Հաստատ։ Մի հատ լավ երազանք ես պահում, պահած ա, իմացի որ կատարվելու ա, դե պետք չի թող կատար Մեծ աղբեր, ես ինչ լավ ուրախացել ես, ես տորթի վրա ես ուրախացել, թե իմ։ Տորթը էլ է ուրախացել։ Տորթի վրա ես ուրախացել։ Այս ես միշտ ուրախել ես, լավ ես, առողջել ես, դե տուր ես տորթը մի դենաս, սպասի։ Հանկրս տեղ չետաս, իրար հետ գործ ունենք, ես քեզ լավ նվեր եմ բերել, զանտիր նվեր։ Բայ ես ինչ նվեր եմ։ Էսի, ինձ նվեր մի տեսո կուցանումն է, ես պետք է տամ ու տալու եմ շատ կարևոր մարդու կողմից, հլկան տորթ, ահա Արմանը մեզ օգնում է, շնորհակալ եմ Արման ջան։ Այդպես տորթը տալիս եք այդ մարդը ինչ է, շատ սուսա։ Այդ տորթը հետ ա բերելու, չտարավ իրան դու էլ, հեսա կտակես քո սեղան կբերենք, ամեն ինչ լավ կլինի։ Ուրեմն հարգելիներս, եկենք հələ բոլորով մեր գեղեցիկ առանց երաժշտության ներկայության, դա ծափեր տանք տնենք ինչքան շատ եք սիրում մեր մեծ աղբորը։ Հələ մտ ասա ապրեք, Ապրեք ջոր, ճակ ծավը տանեք, դարդեր ծապտվի։ Քայլում աշխարհում քո
Ասեմ քեզ որ հայ ազգը քո բարեկամները բոլոր ծանոթները քեզ շատ են սիրում ու հիմա այսքան մարդ որ հավաքվել աստեղ եկել են իրենց սերը հարգանքը օգնությունները բերեն քեզ որ դու լավ լինես առողջ լինես մինչև 150 տարի ապրես բայց մարդ կա ինչ Հայրությունը քեզ դարաշինը շատ լավ Հեսա մի քիչ էլ խմեք առիթի կեսից լրիվ կա համաձայնվի բայց քեզ կարող է հայրությունը ասել Դե շատ լավ է անտիրա հիմա գիտես չէ ես ինչ եմ եկել կանեք ողը որովհետև ինձ քո հարազատներից մեկը չի կարողացել գալ ստե հերույա ասելա որ ես գամ քեզ ուրախացնեմ դու էլ այնքան ես ուրախացել չեմ էլ կարող ուրախացնեմ ուրախությանը չափ ու սահման չկա այսպես միշտ ուրախել ես լավ ես ում կողմից եկել ես ուրախացել ես եկել եմ քեզ ուրախացնեմ բայց ում կողմից մեկը ասել է չէ որ գամ հարգել եմ ժողովուրդը Լավ, դե ես հուշումներ անեմ Ռուսաստանում գտնվում այդ մարդը ով քեզ շատ է սիրում հարգում քո համար խենթանում է իր անուշը աղբերն ես մեծ իր կյանքում լիքը տեղ ունես ու իր անունն իրա ինչ կլինի թորը տա էլի որ թորը կլինի Դավիթը Արա Գարիկ Դավիթը դա ճիշտ ես ասում Այնով է սարգում իմ սիրտ Դավիթը կողմից Դավիթը քեզ շատ սիրում է Բարեկամներ բոլորիդ է շատ սիրում ներողություն եմ խնդրում որ ես պայն այստեղ չի ներկա չի որ պապին գա գրկի պաչի շնորհավորի դրա համար ինքը ավելի ուժեղ ձև անտել հələ դուր էսի դուր ցույց տա բայց ես գիտեմ որ ոստեղ քո տղայի անունն է Դավիթ չէ Դավիթ ջան խնդրում եմ մոտենաս մեզ այս նվերը որ դու տաս Դավիթի անունից ուր է Դավիթը չի գալի Դավիթ Մարտիրոսյան come here please Ծափեր տանք նա Դավիթի համար որ գալիս է ի վերջո նա եկավ Դավիթ ջան ուրեմն այս նվերը ես ջիջալով նվիրես պապային գերկես պապային եկել մցիլում բան անենք հա Գերկել հա էլի գերկես պա ջիջալով Դավիթի Իմ ուժն ես իմ լույսը մուճանապարի Քեզ հետ չեմ վախենում ոչ մի փոթորիկից Դու իմ ուղեկիցն ես դժվար կյանքի մեջ Դու իմ աստուն ես ինչպես ուղեկից լինի ամբողջ կյանքում բայց այս կոնյակը հատուկ կոնյակ է Սրա մեջ չի Սրա մեջին է չէ այս սրա մեջինն է Հələ հեսա կոնյակը բացենք տես ինչ կոնյակ են քեզ բերես հատուկ սրանց մենակ դու ունես այս կոնյակը տես լավագույն հայրիկին եւ պապիկին իրանց ցույց տու ուրախանա մի հատ ուրախանա հեսա այս վերջնական քեզ ուրախացնելու է ահա ծափերը բարձր հիմա եկավ ամենակարևոր նվերի պահը Դավիթը ասել է այսպես պապիս ասես թույլ տա իրան նվեր առնի կամ էլ ինչ ուզում է անի այդքան կասնի ինչ ես անում մեծ իրան դե ջեբը Են ինչ անում Իրանն է, կոնյակն էլ է Իրանը Եկա կոնյակը իմն է Դավիթ ջան շատ համոզիչ ես ասում Հալկով այո շատ եկել ես հա Արխայ դարավոր չջերտա Դե Դարավոր չոտա ջերտա իմն է ուրեմն քեզ բարձր տրամադրություն միշտ առողջ լինես միշտ լավ այս սերը միշտ վայելես այսքան մարդ հավաքվել է քեզ համար շնորհակալ եմ բոլորից ծափերի համար լավ դիմավորելու համար ձեզ լավ որ բարձր տրամադրություն աշտերս լույս լինի լավ անուշ աղբերա ծմել ծնունդ եք շնորհավոր ես գնում եմ դուք մնում եք Արման ջան շնորհակալ եմ շատ Մեկ անգամ եմ սավանեց Ստեփան Մարգարյան շոքում եմ ես բարեկամներս հələ այստեղ вообще շոկա այստեղ այս պահը ավելի շոկա անկերներ այս պահը ավելի առավել շոկա ու ես շոքում եմ այն էլ են մի արարնա բարեկամներ մենք ենք ես մեծ սիրով ուղղակի գնում եմ զինվոր դիմավորեմ ես ձեզ եմ շատ սիրում Հաբան ասա Facebook հա շնորհակալ եմ շատ դες ես լավ որ բարձր տրամադրություն ենք գնում ջան աղբերես որ հացքեր եք վերնեմ սերտի չեմ կարա գնում եմ զինվոր դիմավորեմ հեսա թոթի արաղով գնում ենք թոթան արաղը վերցրած լավ եմ աղբերես դու ոնց ես հա ցավը տանեմ լավ է պարկաս սալավ այն թոթի արաղն էլ տվին առուսնս вообще կուժեղանա նստեմ հիմա զատնիկ շեմ հելնեմ էթամ իմպերիայի բակից
Բարեկամներ, մեզ մնաց ամենաբարդ պահերից մեկը պետք է գնանք հասնենք Երևեգնաձոր, հետո Արտաշատ, այնպես որ մենք ժամանակ կորցնելու իրավունք չունենք ուղղակի, նստում ենք ու գնում ենք։ Ձեզ լավ որ մենք ելանք։ Ուզում ես նկարիստից դուրս գալիս, ասենք որ պատկերացնեն ինչ կալիբրյան վարորդեմ էլ է ախպերս, հա։ Նկարի որ հանկարծ խփեմ էլ ախպերս, հետո վիդեո ապացույց ունենանք էլ է ախպերս որ։ Օրա։ Ապե ցեպիտ են արե։ Ցեպիտ են արե, չեմ կարա հելնեմ։ Ես չէի պատկերացնում որ ղափանում իս ցեպիտ կանեն։ Ցեպիտի մեջ եմ։ Էյան ավտո եկեք, այն է, այս էս վсё։ Բայց ինչ անեմ։ Նա փակել է մեր ճանապարհը անողոք ձևով։ Մենք էլ մնացել ենք այստեղ, չգիտենք ոնց գտնենք Ժուկի վարորդին։ Մենք հիմա փորձում ենք գտնել Ժուկի վարորդին, վարորդուհուն, բայց չի ստացվում մեզ մոտ դա։ Ապերս կարա դու իմանաս ումնա Ժուկը։ Հովանես, մենք գտանք իրան։ Համեցեք։ Ես տենց էլ իմացա, որ աղջիկ է վարորդը։ Ասեք ինչից։ Հələ ասեք ինչից։ Համարյա նիշի են վրայի փայլերի, բաներից, հա։ Հովանես, մենք գտել ենք վարորդուհուն Ժուկի։ Հա, հանեք գնանք դե։